Պարոն Ավինյան, հարցս վերաբերվում է բյուջեով մի շարք ծախսումների եւ այդ համատեքստում դրանց արդյունավետությանը։ Ուզում եմ բարձրաձայնեմ, որ մեր բնակիչներն էլ լսեն, պարգևատրման գծով ծախսվել է 1 միլիարդ 681 միլիոն։ Սա մոտավորապես այն թիվն է, որը վերջի անգամ մենք Վարդաշենի հանրակացարաններում, որ հանդիպում ունեցանք, մոտավորապես այսքան գումարի մասին է խոսքը, որ երկու հանրակացարանների շենքի 4-րդ կարգի վթարային բնակիչների մոտ 100-120 բնակիչների հարցը լուծվի, այսինքն մենակ մեկ եռամսյակի պարգևատրման ֆոնդով, բայց այդտեղ ուրիշ ծախսեր է կմատնանշեմ, որ հասկանանք, որ այդ գումարը կա, որովհետև հանդիպան ժամանակ պարոն Փամբուխչյանը ասում էր, որ գումարի խնդիրն է եւ քաղաքական կամքը կա, առավել եւս, որ դա ձեր նախընտրական խոստումներ։ Նշեմ օրինակ 25 միլիոնի մասին ծախս, որը թվով 20 ծառայողական ավտոմեքենաների վարձակալությունն է։ Նաեւ նշեմ մի ծախս, որը իմ համար իրոք տարօրինակ է, ծախսվել է գրեթե 175 միլիոն դրամ վարչական շրջաններից Աչափնյակի, Ավանի, Դավթաշենի, Մալացիայի, Նոր-Նորքի շրջանների ղեկավարների աշխատակազմերի շենքերը վերանորոգելու վրա։ Այստեղ մի քիչ բարոյականել է հարցել, ինչքանով է ճիշտ վերանորոգել թաղապետարանների շենքերը, երբ մարդիկ ապրում են ամենօրյա վտանգի մեջ, որ շենքը կարող է փլուզվել։ Ես մի քիչ այս մասը իրոք չեմ կարող հասկանալ, որովհետև պարգևատրումը լավ, ասենք լավ աշխատանք են արել եւ այլն, բայց այդտեղ հարցեր կան, որ իրոք որտեվ քաղաքային իշխանությունը միշտ ասում է լավ, այդ փողը որտեղից կտրենք, հոմանգապարտեզի վերանորոգումից չեն կտրելու, հո չեն կտրելու ասֆալտապատման ծախսերից եւ այլն, բայց ես առաջարկում եմ գոնե ամեն եռամսյակում մի տեղից մի քիչ կտրել եւ այդ բնակիչների հարցը այս տարվա մեջ լուծել, որովհետեւ ամփոփեք, բան։ Որովհետև այդ գումարները կան ու ոչ մեկ չի ակնկալում, որ հարցը միանգամից լուծվի, բայց ես առաջարկում եմ գոնե այս վարչական շրջանների ղեկավարների աշխատասենյակները նորոգելու ծախսերից եւ գործուղման ծախսերից եւ պարգևատրման ֆոնդից ամփոփեք, գոնե 20-30%-ով ամեն ամիս, ամեն եռամսյակ հատկացվի, այս խնդիրը լուծվի։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, ձեր առաջարկով այս խնդիրը 10 տարում էլ չի լուծվի, որովհետև եթե թվերին դուք ամբողջական պատկերը իմանայիք, դուք իմանայիք, որ մոտավորապես խնդրի լուծման արժեքը ձեր բարձրաձայնած մոտ տատանվում է 3.3-ից 3.8 միլիարդ դրամի շրջանակներում։ Սա ամենահամեստ հաշվարկներով, որովհետև խոսքը գնում է 188 բնակարանի մասին եւ պարոն Գրիգորյան, ձեր խոսքից այնպիսի տպավորություն է ստացվում, որ մենք նմանատ Երևանի քաղաքապետարանը նմանատիպ խնդիրներ չի լուծում։ Ու ուզում եմ սա էլ հավելել, որ Երևանի քաղաքապետարանը իրավական առումով նման պարտավորություն չունի այս տեսակ խնդիրները լուծելու։ Մենք սա անում ենք, որովհետև մենք գիտակցում ենք, որ սա մարդկանց անվտանգության հարց է, եւ մասնավորապես Արցախի 10.3 հասցեում գտնվող շենքերի Արցախի նրբանցքի շենքերի 60 ընտանիք Պարոն Գրիգորյան, նորից կրկնեմ, 60 ընտանիքի բնակարանի հարց ենք լուծել մենք վերջին 2 տարվա ընթացքում, 60 ընտանիքի։ Եվ գիտեք, ձեր այսպես ասած այդ բաները թացը չորի հետ խառնելու տրամաբանությունը, ինչպես անում են ընդդիմության գրեթե բոլոր ներկայացուցիչները։ Այ ինչ կլիներ, եթե օրինակ բանում Աջափնյակ վարչական շրջանի շենքում զուգարանները քարուքանդ լինեին, բայց այդ չգիտեմ 13 միլիոն դրամից 20%-ը պահեինք եւ ուղղեինք այս խնդրի լուծմանը, կպահեինք 2 միլիոն դրամ, բայց դա ոնց էր 3.7 միլիարդ դրամանոց ծրագրին օգնելու։ Աջափնյակում ասենք չվերանորոգված զուգարան
պետարանը վարչական շրջանի, որը որ սպասարկում է ոչ միայն վարչական շրջանի անձնակազմին, այլ բոլոր աջափնյակ վարչական շրջանին, ովքեր որ այցելում են այդ վարչական շրջան։ Եվ գիտեք, ամեն ծախս պետք է ինչ-որ տենց համադրելի տրամաբանությամբ առաջարկել փոփոխություն։ Եթե դուք օրինակ առաջարկեք, գիտեք, օրինակ ասեք, չգիտեմ, 3.7 միլիարդ դրամ եկեք այստեղ չծախսենք, այս մյուս տեղը ծախսենք, 3.7 միլիարդ դրամ, ոչ 175 միլիոն դրամի մի մասի ինչ-որ տոկոսը։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը, պարոն Գրիգորյան։ Ես խնդրում եմ, եկեք մի քիչ ավելի ազնիվ լինենք իրար հետ։ Ես հասկանում եմ, որ կամերայի առաջ մեկ-մեկ sense գեղեցիկ ահանջում, այ վարչական ծախսերը այսքան, այս մյուսը այսքան, այն մյուսը այսքան, հա բայց Ժողովուրդ ջան, այս ծավալի ծրագրերը իրականացվե։ Այս ծավալի, ասենք խոսում ենք, տենց շատ համեստ ներկայացնում ենք, դուք էլ ներկայացնում եք, որ այ, չգիտեմ, այս մի բանը եկեք պարգևատրում չտանք այդ մարդկանց։ Սա տարին չրքաշ աշխատել են։ Ինչի չտանք։ Կատարողականները բոլորը ստացել են, այսինքն ինչ խնդիր դրվել է իրենց առաջ, պարոն Գրիգորյան, այս մարդիկ աշխատել են։ Խնդրեմ։ Պարոն Ավինյան, ազնվությունից եք խոսում, բայց եկեք sense մի բան ֆիքսենք։ Այդ մարդկանց նախընտրական խոստում դուք եք տվել։ Այդ հաշվարկները, որ հիմա ասում եք դա 10 տարում կլուծվի, անեիք այդ հաշվարկները ուրեմն նոր խոստում տանայիք, սա առաջի մասը։ Բայց երկրորդ մասով դուք 3.7 միլիարդի մասին եք խոսում, ես 1.6 միլիարդ հենց նոր նշեցի պարգևատրման ֆոնդը 1 եռամսյակի։ Ու ոչ մեկ չի ասում, որ այդ ու այնտեղ երկու շենքից մեկը պետգույք է, մեկը համայնքային է։ Այսինքն մի շենքը համայնքային է, մեկը պետգույք է։ Դա կառավարության խնդիրն է։ Եթե այդ գումարը 3.7 միլիարդ էլ կիսենք, ապա կտեսնեք, որ եթե բաժանեք 80-100 բնակիչի վրա, այդ մի մասած 12 կամ 150 միլիոնը էլի խնդիր է լուծելու, ոչ մեկ չի ասում, այդ խնդիրը պետք է լուծվի հենց գալիք երամսակում, բայց եթե դու գալիք երամսակում 5 բնակարանի հարց լուծեք, այդ մարդիկ գոնե կհասկանան, որ դուք ձեր տված խոստումը գոնե լուրջ եք ընդունում ու կատարում եք, ես չեմ ասում, թող 3 տարում լուծվի այդ հարցը, բայց եթե մենք պետք է սպասենք, որ 3.7 միլիարդը երկնքից ընկնի ու միանգամից լուծենք, չի լինելու, այո, 10 տարում է չի լինելու, բայց ի՞նչն է խանգարում, որ մյուս երամսակում դուք նախատեսեք 3 բնակարանի լուծման հարց ու այդ գումարը վերցնեք, օրինակ, որևէ թաղապետանի շենքը վերանորոգելու կամ ասենք իրանց պարտականությունները ոչ պաշած կատարած մարդկանց պարգևատրման ֆոնդից օրինակ ոնց որ այսօր առաջի հարցը զեկուցողի պարգևատրումն է լինելու։ Ամփոփեք։ Պարոն Գրիգորյան, ուրեմն առաջին արձանագրում եւ առաջին դիտարկում մեր տված խոստումների եւ բնակիչների մեջտեղը պետք չի մտնել։ Մեր տված խոստումների տերը մենք ենք եւ մենք մեր խոստումը կատարելու ենք։ Եվ շնորհակալություն եմ հայտնում, որ այդ խոստման արանքն եք մտնում ու ինչ որ կերպ ուզում եք մեզ աջակցել, ենթադրաբար։ Բայց եթե ուզենայիք մեզ աջակցել, գոնե այս պարզ թվերի մեջ սխալ տվյալներ չէիք բարձրաձայնել, էլի ձեր բարձրաձայնած թիվը երամսյակի թիվը չի։ Ձեր բարձրաձայնած թիվը տարեկան թիվն է, սա մեկ։ Երկրորդը, հարգելի պարոն Գրիգորյան, մենք նորից կրկնեմ, ինչ որ կերպ այն 60 բնակարանի հարցը գլուխ բերել ենք առանց այս տեսակ լուծումների եւ շատ շնորհակալ եմ իհարկե խորհուրդների համար, բայց եւս մեկ անգամ կրկնեմ, մենք մեր խոստման տերն ենք եւ մեր եւ բնակիչների միջեւ այդ արանքում մեր տված խոստման արանքում մտնել պետք չի։ Մենք հիմա կանենք, վաղը կանենք, թե մի քիչ ավելի շուտ կանենք, դա արդեն մեր եւ բնակիչների խնդիրն է։ Շնորհակալ եմ։